Ժողովուրդ ջան, այս կոնյակն էլ հարամարին գլխներից։ Այս վերջերս պարոն վարչապետը հայտարարեց, որ հայկական կոնյակ չի կարա գոյություն ունենա։ Այս աշխարհահռչակ լեգենդար հայկական կոնյակը չի կարա գոյություն ունենա։ Պատճառաբանեց, որ ֆրանսիացիները մեզանից նեղանում են կամ կնեղանան, տենց ինչ որ բաներ ասեց, ինչա թե որ այդ կոնյակը դուրս է եկել Ֆրանսիայից, այդ կոնյակ բնակավայրից, որը կոչվում է, հիմա ես երկու բառով իմ կարծիքը կցանկանայի ասել, չգիտեմ, ուզում եք լսեք, ուզում եք մի լսեք, նաև թող պարոն վարչապետը իմանա։ Բան չունեմ ասելու, տեխնոլոգիան ֆրանսիականա տեղից է դուրս եկել այդ կոնյակը, բայց մենակ Հայաստանը չի կոնյակ արտադրում, նաև այդ որ ասում եք, մեկ էլ ասում է, որ դրա համար էլ Ֆրանսիան մեզանից խմիչք չի ընդունում, չգիտեմ, այտենց ինչ որ բաներ, ու ձեր կարծիքով Ֆրանսիան մեզանից ինչ որ մի տեսակի խմիչք է, ընդունելու։ Ֆրանսիայի արտադրանքը այնքան շատ է այդ տեսակ խմիչքների, որ ինքը դաժե հնարավորություն էլ եւի չի ունենա, ու իրան պետք չի դա։ Մենակ արտահանում է ավելի շատ իմ կարծիքով։ Ինչ տեսակի խմիչք ասես Ֆրանսիան արտադրում է։ Ուզում եք բրենդի անունը դրեք, ուզում եք Նիկոլ դրեք։ Մեկը իրանց էդի պետք չի, իրանց մոտ դա շատ մեծ քանակի արտադրվում է։ Լավ, հիմա մի թեթև ասեմ, էլի 150 տարուց ավել է հայկական կոնյակը արտադրվում է, 150 տարուց ավել։ Այսօր Փաշինյանը որոշեց, որ այտենց չի կարող անունը լինի հայկական կոնյակի։ Այդ ֆրանսիացիքի մոմենտով երկու բառ ասեմ, սրանից 125 տարի առաջ, ուշադիր լսեք, 1900 թվական, 1900 թվականին, ուրեմն հայկական կոնյակը հենց հայկական կոնյակ անվանմամբ, պարոն վարչապետ, Փարիզում մասնակցել է կոնյակի փառատոնին, 125 տարի առաջ, և հաղթել է Grand Prix վերցրել, հայկական կոնյակը հենց այդ անվանումով։ Այդքան դրանից հետո ես վերջերս էլ վերջի 30 տարին դրանից առաջ էլ Ֆրանսիայի նախագահները գալիս էին Հայաստան, ինչքան հիշում եմ, խմում էին այդ հայկական կոնյակը։ Մեկ էլ լավ, Չերչելն էլ ասեմ, Անգլիայի վարչապետը 45 թե 46 թվերին մենակ հայկական կոնյակ էր խմում, ասեմ իմանաք։ Լավ, դա այդքան կարևոր չի, հիմա հարցն է, որ այս կոնյակը ձեզ չէր խանգարում։ Հասկացանք, եկեղեցին խանգարում է, բանակը խանգարում է, հզոր քաղաքական գործիչները խանգարում են, բայց լավ, այս կոնյակն ինչով էր ձեզ խանգարել, այս էլ հարամարի գլխներս, մի հատ կոնյակ էր էլի թողեիք խմեին կարա։ Այ մարդ, այս ինչ են անում, լավ, Տեր Աստված, չգիտեմ, ինչ ասեմ էլ, Աստված ջան, փառքդ շատ լինի, ժողովուրդ ջան, ողջ ելնենք։ Այսօր սենց։